Այ ախպեր ջան, դու գիտես, որ ասիկ Mercedes է։ Ճիշտ է։ Քեզ կներկայացնեն BMW ու գուզեն ապացուցեն։ Fake-ը դա սայնս 10 տարի առաջվա, 15 տարի առաջվա fake-ը չէ, դա մասնագիտություն է, դա եղել է միշտ ռոմեական կայսրության ժամանակ եւ լինելու է։ Շիրակի մարզի բնակիչներն են, որոնք պատկերավոր ներկայացնում են կեղծ տեղեկատվության բնույթը եւ պատմական զուգահեռներ անցկացնում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը նրանց վրա եւս եւ դրական եւ բացասական ազդեցություն է գործել։ Սոցիալական ցանցերը տեղեկատվության տարածումը դարձել են ակնթարթային, սակայն դրա հետ մեկտեղ աճել են նաև ֆեյքերի տարածման վտանգը։ Հայաստանում կեղծ տեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես ազդեցության գործիք, քաղաքական, շահադիտական եւ այլ նպատակներով։ Սոցիալական ցանցերը դարձել են հիմնական հարթակ, որտեղ հաճախ տարածվում են ոչ հավաստի լուրեր, տեսանյութեր եւ մեկնաբանություններ, որոնք են ամենաշատ օգտագործվող սոցցանցերը եւ տեղեկատվական այլ աղբյուրները։ Ըստ Շիրակի մարզի համայնքներում, Աշոտսկում, Արթիկում, Անիում, Ախուրյանում եւ Գյումրիում կատարված հարցումների առաջատար եռյակում են Facebook-ը, YouTube-ը եւ Instagram-ը։ Ավելի հաճախ օգտվում եմ Facebook-ից, YouTube-ից էլ եմ օգտվում։ Հեռուստացույց Facebook։ Հիմնականում օֆիցիալ սայթերին եմ վստահում։ Ավելի շատ Telegram ալիքներին եմ հետևում, որովհետև իրանք ավելի անկախ են։ Լսում եմ, նայում եմ Facebook, Instagram։ Առավել շատ Facebook-ից։ Հիմնականում Telegram ու Instagram։ Facebook չեմ օգտագործում։ Առավելապես հաճախ Instagram-ով եմ հետևում։ Facebook-ն է, Telegram-ն է։ Հիմնականում օգտվում եմ հեռուստացույցից եւ Facebook-ից։ Facebook, մեկ է YouTube։ YouTube-ով հիմնական կինո, Facebook-ով են այմ գելի, ով նշանվավ, ով բաժնվավ։ Կեղծ տեղեկատվությունն ունի բազմաշերտ վտանգներ՝ հասարակության բևեռացում, թշնամանքի եւ ատելության տարածում, ընտրությունների վրա ազդեցություն, ժողովրդավարական գործընթացների խաթարում, ապա տեղեկատվություն ռազմական կամ արտակարգ իրավիճակների ընթացքում, մարդկանց մոլորեցում եւ այլն։ Համավարակի, պատերազմների եւ ճգնաժամերի ընթացքում կեղծ լուրերի քանակը կտրուկ աճում է, վտանգելով հանրային առողջությունը եւ անվտանգությունը։ Հայաստանում հատկապես ակտիվորեն տարածվում է քաղաքական գործընթացների եւ անվտանգային հարցերի մասին կեղծ տեղեկատվությունը։ Այն սովորաբար մատուցվում է սենսացիոն եւ հուզական բովանդակությամբ։ Օրինակ, օգտատերերից մեկը վերջերս տարածել էր մի լուսանկար, որում պատկերված էր հայոց ցեղասպանության հուշահամալիրի քանդված մույթերը եւ հատակին թափված սալիկները։ Լուսանկարը մեծ տարածում էր ստացել սոցցանցերում։ Օգտատերերից շատերն ահազանգում էին, որ իրականում հուշահամալիրը քանդվում է եւ ոչ թե վերանորոգվում։ Փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, այսինքն կեղծ է։ Ինչպես են Շիրակի բնակիչները ընկալում եւ տարբերակում կեղծը եւ իրականը։ Շոկային լուրեր կամ սենսացիոն բացահայտումներ, այդպիսի վերնագրերի տակ հիմնականում թաքնված են կեղծ լուրերը։ Վերնագրից եթե կարդում եմ ցնցող լուր, ուրեմն էլ չեմ շարունակում։ Ակցիաների մասին, որ 100% ակցիա կամ 90% ակցիա, դրանք ավելի կասկածելի են թվում։ Այն լուրը, որ մեջս էս մի հատ բան արտնասնում, այդ լուրը 99% կեղծ է, մի հատ փորփրում եմ անպայման։ Շատ սխալներ կան, կոպիտ ձևով է գրված, մեծ տառերով է գրված։ Գույների սխալ ընտրություն, տեքստերի անհամաչափություն։ Կեղծ տեղեկատվությունը Հայաստանում կարող է խուճապ առաջացնել, թուլացնել հանրային համախմբվածությունը, ազդել պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա, վտանգել ազգային անվտանգությունը։ Օրինակ վերջերս Gnida Project հետազոտական նախաձեռնությունը, որը զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ, ի հայտ էր բերել Storm խմբավորման հարձակումը Հայաստանի դեմ։ Սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Սյունիքից մի հատված հանձնել Ադրբեջանին, ինչպես նաև Մարգարայի անցակետի մոտ տարածք հատկացնել Թուրքիային։ Այդ ապատեղեկատվության մասին բարձրաձայնել էր մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ 2020 թվականի պատերազմը համակարգված ապատեղեկատվության եւ շահարկումների առարկա էր, քանի որ մարդիկ տեղեկատվություն ստանալու համար անընդհատ որոնումների մեջ էին եւ դրանից օգտվում էին սնկի նման բազմացող ֆեյք էջերը։ Հիշում եմ պատերազմի ժամանակ լուր տարածվեց, որ Թաղվարդ գյուղից ոչ մեկը չի փրկվել, 10 օր տարապանք ու բարձեցինք, որ կեղծ է։ Լուրը ինչ գիտես, ինչ լուր է, կերնա այդ լուրով կիսվից մեկում կարտա ինֆարկտ ստանա։ Թերագնահատում են մեր բանակին, բայց մեր բանակը ուժեղ է։ Մենք պատերազմի ժամանակ ականատես եղանք, որ կային կեղծ լուրեր, որոնք կարող էին կյանքեր արժանալ, կային կեղծ լուրեր, որոնք կարող էին լուրջ հոգեբանական եւ մարդկային առումով լուրջ հետևանքներ ունենալ։
Կեղծ տեղեկատվությունը դարձել է ժամանակակից աշխարհի լուրջ մարտահրավերներից մեկը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրա ազդեցությունը կարող է լինել խորքային եւ երկարաժամկետ։ Մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը խորհուրդ է տալիս որևէ շահագրգռող գրավիչ տեղեկատվություն կարդալուց հետո չշտապել, էմոցիաներին չտրվել։ Լուրը տարածելուց կամ մեկնաբանություն գրելուց առաջ պետք է առաջին հերթին խորը շունչ քաշել եւ կասկածի տակ առնել։ Շիրակի մարզի 5 համայնքներում կատարված հարցումների արդյունքներով հարցված անձանց 95%-ը վերջին 1 տարում հանդիպել է ապատեղեկատվության եւ մոլորեցնող լուրի։ Հենց ինձ հետ է եղել, գրել էին, որ առողջական խնդիրներ ունի ու ունի մեծ հարստություն, ուզում էր փոխանցել ինձ։ Վերջին 1 տարվա ընթացքում ենք հանդիպել, վերջին 2 ամիսների ընթացքում ավելի հաճախ են եղել կեղծ լուրեր։ Հանդիպել եմ, կարծեմ երեխայի անհայտ կորելը, որը սուտ էր։ Նպատակներից մեկը կարող է լինել շահադիտական, մարդուն դրդել գործողության, չգիտեմ, դրդել, որպեսզի իր խնայողությունները ներդնի չեղած ընկերության մեջ եւ այդ խնայողությունները հափշտակել, այսինքն կիբեր հանցագործությունների մասնախոսքը, որի մասին շորը շատ տարածված է Հայաստանում խնդիր է։ Իսկ մարդիկ էլ, ասենք, էմոցիոնալ են, մարդիկ էլ դյուրահավատ են եւ ուզում են ոչինչ չանել եւ գումար աշխատել, չգիտես ինչի։ Մեդիա գրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը լրացնում է գործընկերոջ խոսքը, ընդգծելով, որ կեղծ լուրերը տարբեր բնույթի են եւ յուրաքանչյուրն ունի իր թիրախային լսարանը, որևէ մեկն ապահովագրված չէ մոլորության մեջ ընկնելուց եւ խաբեության զոհ դառնալուց։ Օրինակ տարեցներին հաճախ հենց ֆիշինգային հարձակումների զոհ են փորձում դարձնել կամ հենց այդ թիրախի վրա այդ ձևով են փորձում ազդել, իսկ երիտասարդներին ավելի ակտիվ, միջին տարիքի մարդկանց վրա վստահաբար բովանդակային գաղափարական, քարոզչական կեղծ լուրերով տեղեկություններն են հասնելու։ Ֆեյքերի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր, մեդիա գրագիտության զարգացում կրթօջախներում, քննադատական մտածողության խթանում, պետական եւ քաղաքացիական կառույցների համագործակցություն, սոցիալական ցանցերի հարթակների կարգավորում։ Միայն տեղեկացված, քննադատաբար մտածող եւ մեդիա գրագետ հասարակությունը կարող է դիմակայել այդ սպառնալիքին, եւ ըստ մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանի, պետությունը շատ մեծ դեր ունի բարեփոխումներ անելու, փոքր տարիքից երեխաներին կրթելու, քննադատական միտքը զարգացնելու, նաև օրենսդրական փոփոխություններ անելու առումով։ Եթե կան փոփոխություններ, որոնք որ պետք է արվեն օրենսդրական մակարդակում, ապա գուցե պետք է այդ մասին խոսել, բայց դեռ պետք է շատ զգուշ լինել եւ աշխատել, որ չվնասել եւ դա չվերածվի վտանգավոր տեղեր չտանի դեպի գրաքննություն։ Շիրակի մարզում հարցված բնակիչները ֆեյք էջերի կեղծ տեղեկատվություն տարածողների դեմ պայքարի իրենց տարբերակներն են ներկայացնում, հիմնականում կարևորելով պետական համապատասխան մարմինների դերն ու ազդեցությունը։ Այսօր դրա դեմ պայքար է պետք ու դա պետք է պայքարը տանել պետական մակարդակով միանշանակ։ Պետք է պետությունը զբաղվի հատուկ մարմինները, որպեսզի փակվեն այն էջերը, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում։ Դրա համար նոր օրենսդրական փոփոխություններ են պետք։ Հարցումներին մասնակցած տարբեր տարիքային խմբերի մարդկանց կարծիքներն էականորեն տարբերվում են։ Օրինակ, ի տարբերություն երիտասարդների, տարեցներն ավելի կոշտ հակազդեցության կողմնակից են եւ առաջարկում էին կիրառել խիստ, երբեմն անընդունելի պատժամիջոցներ։ Դի բռնեն ինչ, բռնեն թող դատեն։ Դիշլեն բռնեն դատեն ինչ դոնց։ Խիստ պատիժ եղնի մինչև կենդագահարություն։ Ըստ մեդիա գրագիտության մասնագետ Անի Եղիազարյանի կեղծ տեղեկատվության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մեդիա գրագիտությունն է եւ կապ չունի տարիքային խումբը, դեռահաս են, երիտասարդ թե տարեց, բոլորին անհրաժեշտ է այդ գիտելիքը։ Փորձագետի խոսքով հիմա կեղծ լուրերը սկսել են ավելի հաճախ տարածել եւ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ դրանց թիվն էլ ավելի շատ է լինելու։ Ընտրություններին ընդառաջ ավելանալու են եւ clickbait կայքերը եւ սունկ կայքերը, դրանք տարածելու են եւ կոնկրետ կողմերից, ալիքներից եկող կեղծ տեղեկատվություն եւ ակտիվանալու են դրանց հետ մեկտեղ նաեւ այն հիմնական կեղծ լուրերն ու տեղեկատվությունը, որոնք շրջանառվում են հենց մեր հանրության շրջանում։ Մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը համամիտ է գործընկերոջ հետ, ըստ նրա, որքան մոտենում է ընտրությունների օրը, նման բովանդակությամբ նյութերի թիվն աճելու է։ Լինում են դեպքեր, երբ ընդամենը մեկ կեղծ լուր տարածելու համար հատուկ կայք է ստեղծվում, որտեղից տեղեկատվությունը հասնում է սոցցանցեր, հետո իրական կայքերն են արտատպում եւ ստացվում է մի շղթա, որի տարբեր օղակներ նպաստում են տվյալ ֆեյքի տարածմանը։
Այս քաղաքական ուժի համակիրները, այն քաղաքական ուժի համակիրները ստեղծում են հիմնականում էմոցիաների վրա ազդող բովանդակություն եւ այդ էմոցիաների վրա ազդող բովանդակությամբ մարդկանց համակարգը շահում են, հակակրանքի վրա ազդում են, այսպես ասած, եւ ինչքան մոտենում են ընտրությունները, կարծում եմ նման բովանդակությունը կկաճի։ Կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու գործում կարևոր դերակատարում ունի նախ պետությունը, նաև մեդիան եւ հասարակական կազմակերպությունները, եւ հիմնականում նրանց է վերապահված նաև հանրության շրջանում մեդիա գրագիտության մակարդակը բարձրացնելու գործառույթը։ Համընդհանուր աշխատանքը պատասխանատվությունը առաջին հերթին իհարկե պետությանն է, բայց հավասարաչափ այդ գործով զբաղվում են եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ լրատվամիջոցները։ Եվ այդտեղ ավարտ չկա, դա անընդհատ աշխատանք է։ Հայաստանում ապատեղեկատվության տարածումը հասարակական կարծիքի վրա դրա ազդեցությունը կանխելու ուղղությամբ որոշակի քայլեր արվում են մեդիա գրագիտության թեմայով ծրագրերի սեմինար քննարկումների տեսքով, սակայն դա բավարար չէ։ Նոր տեխնոլոգիաների ստեղծած պարարտ դաշտում ապատեղեկատվությունն աճում է մոլախոտի նման, եւ այդ դաշտը որքան հնարավոր է մաքուր պահելու համար պետության եւ տարբեր կազմակերպությունների կողմից ավելի լուրջ եւ համակարգված գործողություններ են անհրաժեշտ։